Մինչ վիդեոյին ասել նախև առաջ ուզում եմ շնորհավորել ձեր նոր տարին ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանալով բոլորիդ առողջություն, երջանկություն, նպատակների իրագործում եւ ամենակարևորը աջակցությունների տարի լինի բոլորիդ։ Իսկ հիմա անցնենք մեր վիդեոյին։ Բարև բոլորին ժողովուրդ ջան, ձեր հետ եմ Virus Gaming-ը եւ ես սկսում եմ խաղալ նոր խաղ Supermarket Simulator։ Խաղը իրանից ներկայացնում ամեն ինչ կարող ենք խանութը մեծացնել, այս փոքր բուտկայից դառնանք մեծ սուպերմարկետ, աջ կողմում տեսնում ենք, որ կունենք նաև պայեստը կարող ենք գնել, որ ապրանքները տեղավորենք այնտեղ. Вы начинаете большого магазина и вырастаете до впечатляющих супермаркета. Начинайте с покупки товаров для продажи и размещения их на полках. Не забудьте установить цены с прибылью, чтобы избежать банкротства. Ստեղ խաղը մեծ բացատրում է, որ մենք այս փոքր բուտկայից մեծացնելու ենք մեր խանութը եւ սարքենք մեծ սուպերմարկետ։ Այնուհետև գնենք ապրանքներ եւ որոշենք գինը, որպեսզի կլետները չկան եւ այն չվերցնեն անվճար։ Հիմա մեր առաջադրանքը ասում է, որ մենք մոտիկանանք մեր համակարգին եւ կատարենք գնումներ մեր խանութի համար։ Առաջի բաժնում մեր մարկետն է, որից էլ կարող ենք գնել մեր ապրանքները։ Նաեւ այստեղից կարող ենք գնել պորկաներ, որի մեջ էլ տեղավորենք մեր ապրանքները։ Հաջորդ բաժինը մենեջմենտն է, որից էլ կարող ենք գնել լիցենզիաներ, որպեսզի կարողանանք այդ ապրանքները վաճառել։ Մյուս բաժնում բանկն է, որից էլ կարող ենք վերցնել վարկեր, բայց դեռ մեզ պետք չի։ Իսկ այստեղ ցույց է տալիս մեր խանութը մնացած խանութների հանդեպ ապրանքների գները։ Հիմա եկեք մտնենք մարկետ եւ սկզբի համար գնենք հաց եւ ձեթ, ինձ թվում է առաջինը դրանք է շատ գնելու ժողովուրդը։ Հիմա պետք է հաց եւ ձեթի գինը որոշենք, օրինակ մարկետում վաճառվում է 3.96, եկեք մենք խանութի պես տնենք $3.99։ Իսկ հիմա ձեթը վաճառվում է խանութում $4.50, եկեք տնենք $4.59։ Իսկ հիմա սկսում ենք մեր սուպերմարկետի աշխատանքը, բացում ենք խանութը։ Առաջի կլենտը արդեն ունենք, եկել է ձեթ առնի, հաց առնի, շատ լավ է։ Մոտիկանում ենք մեր կասայի մոտ եւ սկսում ենք հաշվել։ Ընդհանուր գումարը կազմել է $8.58, ինքը մեզ տվել է $10, պետք է $1.42 այդ վերադարձնենք, էսի 1, էս էլ $42։ Հաջողություն, հաջողություն։ Կլենտները մեզ շատանում են, քարտով են վճարում, շատ լավ է։ $4.59, $4.59։ Հələ նայեք ժողովուրդ ովքեր են ներկա, երկու նույն պերսոնաժներով մարդիկ են եք, երկուսով եկել են երևի հաց եւ ձեթ գնելու։ Ձեթը ստանում ենք, քարտով ենք ստանում, $4.59։ Հաջողություն դուք, նորից ձեթ, երկու աղբեր են, երկուսն էլ եկել են ձեթ գնելու։ Լավ էլ շարտացել է մեր խանութի հերթը, հասնում է մինչև պատը, եկեք կարակ սպասարկենք բոլորին։ Հաց եւ ձեթ, քարտով է, շատ բարի, $8.58։ Ձեթ, քարտով նորից, $4.59։ Հաջորդը, նորից ձեթ, կանխիկա 41 ցենտ, 40, էս էլ 1։ Հաջորդը, նորից ձեթ է գնում, քարտով է, շատ լավ է, $4.59։ Սխալ գրեցի, $4.59, հաջորդը։ Նորեն ամեցեք, նորեն ամեցեք։ Հիմա ցախ վերևում իմ կամերան է, ես իջացնում եմ իմ կամերան, որպեսզի տեսնեք մեր առաջադրանքը։ Տված է, որ 25 հոգու պետքա սպասարկենք։ Ժողովուրդ, մեր ամբողջ ձեթը վերջացավ, հասնել է պակասել, եկեք արագ գնումներ կատարենք, բերենք նորից լցնենք։ Մտնում ենք մարկետ եւ եկեք երկու հատով արագ պատվիրենք նորից։ Վերջ ժողովուրդ ջան, ես նորից լցրեցի մեր խանութը հացով եւ ձեթով եւ հիմա կլենտներ ունենք, եկեք արագ սպասարկենք։ Հաց, ձեթ, քարտով է վճարումը, շատ լավ, $8.58։ Հաջորդը, մենակ հաց է գնում, քարտով $3.99։ Հաջորդը, հաց է գնում, կանխիկ է վճարում, զդաչի չկա։ Հաց է գնում, կանխիկ, նորից զդաչի չկա։ Այս մարդը ամենաշատ գնում կատարողն է։ Մութը արդեն ընկել է եւ եկեք մեր խանութի լույսերը միացնենք, որ չասեն այս քծի բողով է լույս չի միացնում խանութում։ Ձեթ են վերցնում, քարտով է վճարումը, $4.59։ Մորքուրը լավ է գնումներ է կատարում, աչքից թոշակի օրնա, քարտով 13 ու $17։ Հաջորդը։ Զգացիք չէ, որ մեր խանութի շարժը ավելի արագացել եւ մարդիկ արդեն օգտվում են մեր ապրանքներից։ Երկու հատ ձեթ, մի հատ հաց։ Քեշ է տալիս, դաչի չկա։ Մնացել է ընդամենը երկու կլենտ, որ կատարենք մեր առաջին առաջադրանքը, 23 հոգու սպասարկել եմ։
Գիշերվայինը սպասենք եւս մեկ կլիենտ կա, մեր առաջադրանքը կատարենք եւ փակենք մեր խանութը։ Սպասեցի, ոչ ոք չեկավ, դե գիշերվայինը արդեն եկեք փակենք խանութը եւ գնանք քնելու։ Փակում ենք խանութը եւ վերջացնում ենք։ Առաջի օրվա համար ունեցանք մենք ընդհանուր 24 կլիենտ, որից էլ ընդհանուր աշխատեցին $164, շատ լավ է, ուղղակի անցնում ենք հաջորդ օրվան։ Ինձ թվում է մեր խանութի պորկեքի դիզայնը շատ վատն է, եկեք միասին տեղափոխենք։ Էսի փոխենք, այս ուղղությամբ տնենք, մյուսն էլ կողքը կտնենք։ Այսենց։ Ձևափոխեցի մեր պորկաները, եթե քեզ այս տեսքը ավելի շատ դուր եկավ, հիշում ես կոմենտներում գրում ես քո կարծիքը։ Ունենք ընդհանուր $118, առաջարկում եմ մեր պորկանների մեջ առնենք մեր ամբողջ ապրանքները եւ մյուս օրվա համար պատրաստ լինենք։ Եկեք այս անգամ բոլոր ապրանքներից մեկ-մեկական առնենք։ Օրինակ եկեք ամեն ապրանքից մեկ-մեկական գնենք, զլակի ենք վերցնում, աց ենք վերցնում, մուկան ալուրնա մի հատ վերցնում ենք, ձեթ ենք վերցնում, այս մակարոնեղենա մի հատ վերցնում ենք եւ սուսու ենք վերցնում, ամենքից մեկ-մեկական գնում ենք։ Տեղավորեցի ապրանքները, բայց այս անգամ խառը ստացվեց, մյուս անգամ ացերը մի շարքով կգնա, ձեթերը մի շարքով կգնա, ալուրը մի շարքով կգնա եւ մակարոնեղենը մի շարքով կգնա։ Հիմա արդեն որոշեմ գները եւ բացենք խանութը։ Պաստան խանութում $3.12 մենք կտնենք $3.33։ Զլակիները լավ էլ թանկ է, մի պաշկեն $5.98 մենք կտնենք $6.59։ Ու մնաց սուսուների գինը որոշեմ $4.83 մարքետում մենք կտնենք $5.55։ Խանութը ամբողջովին պատրաստ է մյուս օրվա համար, դրա համար բացում ենք խանութը եւ կայնում ենք կասայի դեմը։ Մոռացել եմ մուկայի գին որոշեմ, եկեք արագ դնենք, որ կլիենտները անվճար չտանեն։ Մարքետում $3.71, մենք կտնենք $4.22։ Հասցրի լավ էր։ Կլիենտ ունենք, տատի ջան, աց ես գնում, քարտով $3.99։ Հաջորդը։ Խաղը մեզ ասում է, որ խանութում արդեն բացեց մաքրություն կատարել է, պետք է մաքուր պահենք մեր խանութը, որպեսզի կլիենտները դժգոհ չլինեն մեզանից։ 2 հատ սրանից քարտով է վճարում $13.18։ Հաջորդը։ Քարտով նորից $6.59։ Ջոկում եք ժողովուրդ ջան, արդեն մեր խանութում առևտուրը եռում է։ Յա տղա ջան, ես կնիկդ ուղարկել է առուտ բերելու, արի ստանամ։ Քեշ ես տալի։ Էսի 90, էսի $1 եւ 56 ցենտ։ 56։ Հաջորդը։ Սուսույա վերցում, էլի քեշ է տալի 45 ցենտ։ 40, էս էլ 5, հաջորդը։ Ձեթ ես վերում 41 ցենտ։ 40 էս էլ 1, հաջորդը։ Ձեթ, մեկ էլ ալուր, քարտով է վճարումը 8.81, շատ լավ, հաջորդը։ Յա տատի ջան, թոշակ ես ստացել, քաղցրավենին մեկ էլ ձեթ է գնում տան համար, քեշ է տալիս 20, էս էլ 3, հաջորդը։ 2 հատ հաց, 2 հատ ալուր, քեշ $83 պետք է այդ վերադարձանք, էսի 50, էսի 20, էսի 10, $3 ու 58 ցենտ, 50, էս էլ 8, հաջորդը։ Մութը արդեն մանրից ընկավ, եկեք վառենք լույսը, 2 հատ հացա վերցնում, քարտով 7.98։ Պապի ջան, ես տան համար ձեթ ես տանում, քարտով $9.18։ Սխալ գրեցի, ուզում էի խաբեի պապին, $9.18։ Մի հատ ձեթ է տանում, քարտով $4.59։ Մի հատ եկեք մեր խանութը մաքրենք, էսի շփնթի վիճակը։ Էսի մաքրինք, էս էլ մաքրինք։ Իսկ մենք վերջացնում ենք մեր խանութի երկրորդ օրվա գործը, նաև վերջացնում ենք մեր վիդեոն, արդեն ունենք $240 համարյա եւ լիքը ապրանքներ ունենք։ Մի հատ եկեք enter տանք, տեսնենք այսօրվա համար ինչ արեցինք։ Այսօր ունեցանք արդեն 24 կլիենտ եւ ընդհանուր մեր աշխատանքը կազմեց $240 պլյուս, շատ լավ է։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսօրվա համար եկեք վերջացնենք մեր վիդեոն, ինձ որ խաղը Bessam տիպի դուր եկավ, եթե քեզ էլ է խաղը դուր եկել, իջնում ես կոմենտներում գրում ես քո կարծիքը, լայքը դնում ես եւ բաժանորդագրում ես ալիքին։